Տիկին Մանուկյան, երկու դիտարկում անեմ, հետո երկու հարց տամ, եթե ժամանակը հերիքի։ Նախ առաջինը, որ նշեցիք, ձեր ելույթում ասացիք, ինչու եմ ես ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածուն, ինձ թվում է կարևորագույն պատճառը այն է, որ մենք Հայկ Վարդանյանին չընտրեցինք, դրա համար եք դուք թեկնածուն, բայց ես անկեղծ ասում եմ, պարոն Կարապետյանը իր խոսքում ասում էր, մենք հանձնաժողովի նախագահների թեկնածուներ առաջարկում ենք ոլորտային պրոֆեսիոնալների։ Հիմա եթե շատ անկեղծ ասեմ, օրինակ Հայկ Վարդանյանը մասնագիտական առումով մի քանի մակարդակ ավելի բարձր է, բայց ես ավելի մեծ հաճույքով ձեզ կընտրեմ, որտեղ ձեր մեջ չգիտեմ ինչ, այդպես անկեղծություն ու բան եմ նկատում, բայց դուք ոչ մի հարցի ըստ էության չպատասխանեցիք Տիկին Մանուկյան։ Նախ ու մի դիտարկում էլ անեմ, որ հիմա ես հասկանում եմ, որ ձեզ ու ձեր ելույթը օգտագործում է ձեր խմբակցության կողմից որպես հնարավորություն, որպեսզի հնարավորինս շատ խոսեք խնդիրների մասին, ինչը նորմալ է, բայց դա մի հատ վտանգավոր բան ունի։ Դուք որ այդքան դեֆոլթի հնարավորության մասին խոսում եք, մեկը կողքից կլսի, թե Հայաստանը դեֆոլթի եզրին է, բայց Հայաստանի միջազգային սուվերեն վարկանիշը գնալով աճում է։ Բայց եթե այս բանը շատ ակրկվում, ինքը կարող է որոշակի վատ սպասումներ առաջացնի։ Հիմա հարցիս անցնեմ, քանի որ դուք հավակնում եք դառնալ ֆինանսա-վարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, հետաքրքրում եք պարտքի մակարդակով, ծախսերի արդյունավետությամբ ու մնացած բանով, վերջին տարիներին բազմաթիվ փոփոխություններ են կատարվել այս ոլորտում կարգավորումների մեջ։ Կարող եք նշել ձեր համար ամենակարևոր 3 փոփոխությունները, որ կատարվել են, թե լավ, թե վատ։ Եվ ինչ կասեք Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունների մասին, ինչպես կգնահատեք այս դինամիկան վերջին տարիներին։ Շնորհակալություն։ Դեֆոլտի մասով կարծես թե ես իմ խոսքում նման բան չէի ասել, պարոն Թունյան, ինչ վերաբերում է ձեր հաջորդիվ հնչեցած հարցերին, ես անկեղծ ասած ինձ թվաց, որ քննության եմ եւ դուք իմ դասախոսն եք եւ մասնագիտական գիտելիքներ եք ստուգում եւ դա իմ մեջ մեծ գայթակղություն առաջացրեց ուղղակի չպատասխանել ձեր հարցերին, շնորհակալ եմ։ Արձագանք։ Տիկին Մանուկյան, ես պարոն Կարապետյանին, երբ որ ասեց մենք ամբողջ ելույթների հնարավորությունը օգտագործելու եմ, ես հարցրեցի, ասեցի մենք տեխնացուներին ենք քննարկելու, թե ոլորտային քննարկում ենք անելու, պատասխանը հնչեց, որ ոլորտային քննարկում ենք անում։ Հիմա ես էլ ոլորտային հարց եմ տալիս։ Կենտրոնական բանկի բանը վերաֆինանսավորման կամ ռեպո տոկոսադրույքը ուղիղ առնչվելու է ձեր հանձնաժողովի գործունեության հետ։ Ձեր տեսակետն է ուզում իմանալ, բայց եթե այդ տիպի հարց չեք ուզում, հաջորդ հարցը տամ։ Եթե ընտրվեք հանձնաժողովի նախագահ, հրաժարվելու եք ծառայողական մեքենայից, թե ոչ, եւ ինչպես եք գնահատում զուտընտեսագիտորեն, օրինակ ձեր ժամանակն է ավելի թանկ, թե ծառայողական մեքենայի վրա կատարվող պետական ծախսը։ Շնորհակալություն։ Վերջը չլսեցի, ներողություն։ Ձեր ժամանակն է ավելի կարևոր, որը դուք պետք է օգտագործեք, օրինակ հանդիպումների քննարկումների գնալու համար, թե ծառայողական մեքենայի վրա կատարվող պետական ծախսը։ Պարոն Թունյան, ծառայողական մեքենայից բնականաբար հրաժարվելու եմ, իմ ժամանակը միշտ ամեն ինչից թանկ է։